Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հայ-թուրքական սահմանի բացման հնարավորությանը, նշելով, իհարկե, երբ հայտարարվի, որ բացվել է, ուրեմն բացվել է, ինչ վերաբերում է արտահանման հնարավորություններին, ապա բոլոր ուղղություններով էլ քննարկվում է։ Ուժեղ Հայաստան դաշինքի падգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանը կալանավորվել է 2 ամսով, այս մասին տեղեկանում ենք հակակոռուպցիոն կոմիտեից։ Ռուսաստանայի գործարար Ուժեղ Հայաստան կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը հայտարարել է ընդդիմադիր ուժերի համախմբման process-ի մասին, նա նշել է, որ ընտրություններից առաջ սխալ են թույլ տվել եւ շատ ընդդիմադիր ուժեր գերագնահատել են իրենց ուժերը։ Նա նշել է, որ բոլոր ընդդիմադիր ուժերով կհրավիրեն հանրահավաք։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկնաբանել է Մոսկվայի եւ Ռուսաստանի այլ շրջանների ուղղությամբ իրականացված ուկրաինական զանգվածային հարձակումն, այն որակելով որպես արդար պատասխան Ուկրաինայի քաղաքների ու համայնքների դեմ ռուսական հարվածների։ Սա արդար պատասխան է, եկել է պատերազմն ավարտելու ժամանակը, նշել է նա։ Անօթաչու թռչող սարքերի հարձակումից հետո Մոսկվայի օդանավակայաններում իրավիճակը կաթվածահար է։ Ռուսաստանի ավիացիոն ծառայությունը հայտնել է, որ Շերեմետովո, Վնուկովո, Դոմոձեդովո եւ Ժուկովսկի օդանավակայանները ժամանակավորապես դադարեցրել են ինքնաթիռների ընդունումն ու ուղարկումը։ Շախմատի ֆեդերացիայից տեղեկացնում են, որ Չինաստանի Հոնկոնգ քաղաքում ընթացող 2026 թվականի արագ շախմատի թիմային առաջնության 7-րդ խաղափուլում հայ գրոսմայստեր Շանթ Սարգսյանը հաղթանակ է տարել աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս Կարլսենի նկատմամբ։